Արդեն ավանդական դարձած Եվրամիության կայուն էներգիայի շաբաթը, որին Սևան համայնքը միանում է 6-րդ անգամ, այս տարի անցկացվելու է հունիսի 9-ից 11-ը «Մաքուր, անվտանգ եւ մրցունակ էներգետիկ միություն» խորագրի ներքո։ Սևան համայնքում արդեն մեկնարկել են Եվրամիության կայուն էներգիայի 2026-ի մրցույթները։ Ապրիլի 27-ին Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համար 1 հիմնական դպրոցում անցկացվեց դպրոցական լիգա էներգախնայողության մրցույթ, մասնակցում էին դպրոցի լույսեր, արևներ, ջուր, քամիներ թիմերը, որոնք ներկայացրին էներգախնայողությանը նպաստող գործողությունների ծրագիր նախագծեր։ Այսօր մենք հավաքվել ենք շատ կարևոր առիթով մասնակցելու Եվրամիության կայուն էներգիայի օրեկ 2026 ծրագրի շրջանակում կազմակերպված մեր հետաքրքիր վիկտորինային։ Մենք արևելն ենք դուսև բարի, որ ջերմություն ենք բերում աշխարհին, երկնքից իջանք լույսով ողողված, մեր վարժը գիտով կյանքի շատ կապված։ Ինչպես արևն է ամեն առավոտ բացում աշխարհի դռները բոլոր, այնպես էլ մենք ենք արևներ թիմով լցնում այս տարիքը լույսով ու խինդով։ Չկա մեզ համար սահման եւ արգելք, մեր զեկսերն ու պայծառ միտքը։ Մեր մրցակիցներին մաղթում ենք, որ խաղը լինի արդար ու աշխույժ, թող աղթնա պայքարում են համար, իսկ մենք կլինենք արև ձեզ համար։ Մենք քամիների պես ազատ ու արագ պատրաստ ենք նոր գիտելիքներ գրավելու եւ հաղթելու։ Մեր կարգախոսն է թեթև ենք, բայց ուժեղ ինչպես քամին։ Արև, ջուր ու քամին, հունության լավ ընկերներ։ Նրանք պահպանում են երկիրը, որպեսզի մենք ապրենք։ Քամին փչում է մեռնիկ, պտտում թևերը մեծ, լույս է տալիս տներին ու չի վնասում։ Արևը ժպտում է վերևից, լույս տալիս ամեն մեկին, մաքուր էներգիա է նա, օգնում է մեր երկրին։ Խնայր այսօր ապրիլ լավ է։ Լավագույն նախագիծ ներկայացնող թիմը արդյունքներն ամփոփելուց հետո կարժանանա մրցանակի եւ կմասնակցի ազգային մակարդակով կազմակերպվող մրցանակաբաշխությանը։ Զուգահեռ դպրոցում այս օրերին անցկացվում են Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվան նվիրված լուսանկարչական աշխատանքների մրցույթ, թեմաները «Կանաչ օր իմ կյանքում», «Ինչպես եմ խնայում էներգիան» թեմաներով, իրազեկվածություն պարունակող կլիմայական գործողությունների վերաբերյալ պաստառների մրցույթ եւ էսսեների մրցույթ, «Կանաչ օր իմ կյանքում», էներգախնայող դպրոց համայնք թեմաներով։ Էներգիայի աղբյուրները, որ թեկուզ եթե լինում ընդամենը մեկ ու քիչ լույսի աղբյուր, դա կարա շատ սիրուն նայվի, այս բոլոր լուսանկարները ոնց որ իմ մտքի թռիչքներն են, ես շատ եմ սիրում լուսանկարել ու հետագայում ուզում եմ շարունակել դա։ Մասնակցել են 5-ից 9-րդ դասարանի մոտավորապես 300 երեխաներ, անգամ աշխատանքներ կա, որ խմբային աշխատանքներ է եղել, իսկ վաղը դպրոցի 7-8-րդ դասարանի աշակերտները Սևան քաղաքում իրազեկման ակցիա են կազմակերպելու, բաժանելու են բուկլետներ, պաստառներով են ման գալու, տեղեկատվություն են տրամադրելու բնակչությանը, ինչպես խնայեն էներգիան։ Խնդիրը ոչ թե մրցույթին մասնակցելն է, այլ մոտիվացիան, այն ոգևորությունը, որ աշակերտները այս օրերին ունենում են։ Անգամ ես ձեզ ասեմ, թիրախ խմբեր ենք ունեցել, որոնք մեկ շաբաթ շրջել են դասարաններում եւ այն դասարանները, որտեղ լույսը միշտ անջատած է եղել, անկախ նրանից, որ մենք արևային պանելներ ունենք դպրոցում եւ մեր էներգիան անվճար է կարծես թե, բայց նրանք հատուկ մրցույթներ են կազմակերպել եւ պարգևատրել են այն դասարաններին, ովքեր միշտ լույսը անջատած են պահում։ Բացի դպրոցական լիգայից այս տարվա Եվրամիության կայուն էներգիա 2026-ի նախատեսվել է եւս մի քանի մրցույթներ՝ էներգետիկ հետախույզներ մրցույթ, համայնքային որմնանկար, տեսանյութերի մրցույթ, լուսանկարչական աշխատանքների մրցույթ, էսսեների մրցույթ, պաստառների մրցույթ։ Մրցույթների մասնակից դպրոցները, կազմակերպությունները եւ անհատները իրենց աշխատանքները եւ պատրաստած նյութերը կարող են ներկայացնել Սևանի համայնքապետարան։ Լավագույն աշխատանքների հեղինակները կստանան մրցանակներ, մասնակիցները կխրախուսվեն Սևանի համայնքապետարանի կողմից։ Լավագույնը ճանաչված մասնակիցը կամ մասնակիցները կմասնակցեն ազգային մակարդակով կազմակերպվող մրցանակաբաշխությանը։ Հիշեցնենք, որ Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվա հիմնական նպատակն է միավորել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնավոր ընկերություններին, հասարակական կազմակերպություններին, համայնքների բնակիչներին եւ այլ շահառուների տարբեր միջոցառումների միջոցով կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության, ինչպես նաև էներգետիկ աղքատության հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունների եւ միջոցառումների մասին տեղեկատվության տարածման, ինչպես նաև դրանց իրականացման խթանման նպատակով հանուն մաքուր, անվտանգ եւ կայուն զարգացման։
Սուրեն Բարսեղյան, Գնելովանեսյան, Սևանի Եստիվ 1 հեռուստաընկերություն, Գեղամաուր։